Քոչարյանն ասում է. ոչ մի ձախողված գործարք չունեմ։ Սրանց մոտ լրիվ հակառակն է, հաջող գործարք չենք հիշում։ Իրանցի ներդրողը պետք է ավտոների գործարան բացեր, չբացեց։ Եսին որտեղի ներդրողը պետք է տեխնիկայի գործարան բացեր, լենտը կտրելուց հետո փակեցին։ Ռուսաստանից ներդրողը պետք է Ալավերդու պղնձաձուլարանը բացեր, վերաբացեր։ Եսիմով թեղուտը բացեր, սաղ ձախողել են։ Օդից կախված մնացել է կամ ընդհանրապես չկա, չի եղել։ Ֆեյք ներդրումներ, ֆեյք գործարաններ, աչուձախ։ Իսկ իրականն այն է, որ բիզնեսին փայ են մտնում լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում խլում են։ Քպական օլիգարխներ են ի հայտ գալիս, ինչ նոր բան սարքում են, հետևից մի քպականի երկու ականջները ցցված են։ Իրենց համար կարևորը իրենց սեփական բիզնեսն ու բարեկեցությունն է, դրա համար էլ ժողովրդի բարեկեցության համար հեղափոխություն արած նախարարն ասում է $200,000 ինչ է, որ այդ գնանոց տուն չունենամ։ Չի ասում ժողովուրդը չունենա, ասում է ես չունենամ։ Բա լավ գիտի, որ ժողովուրդը ոչինչ էլ չունի, ու քանի իրենք են չի էլ ունենալու։ Սրանք եթե ներդրում բերել են, ապա իրենց անձնականի համար, իսկ ժողովրդի վրա բերած ներդրումը ադրբեջանական զորքերն են։ Երկրի համար ներդրում արել եք, այո, Սև լճի մոտ, Ջերմուկի մոտ, Վարդենիսի մոտ, Կիրանցի մոտ, Շուրնուխի մոտ, Սոտքի մոտ, ամբողջ Արցախում ամենուր ներդրել եք թուրքերի, դա է ձեր ներդրումը։